Ողջունում եմ բոլորից սիրելիներ ու իրապես փառք եմ տալիս Տիրոջը հնարավորության համար։ Տարին կամաց իր ավարտին է հասցնում եւ ուրախ եմ, որ այդ տարին Տիրոջ հետ ենք ուզում ավարտել։ Ուրախ եմ, որ ստեղ եք, չնայած գիտեմ, որ շատերը հիվանդ են, գուցե շատերը վախեցան այս ձյունից, բայց ամեն ինչի մեջ Տիրոջն եմ փառք տալիս։ Շնորհակալ եմ նաև Վարամի համար, որ Տերը օրհնի քեզ եղբայրս, որ պատմեցիր են ինչ որ Տերն արել եւ իրապես սա մեր մասին չէ, դա Տիրոջ գործն է եւ Տիրոջ փառքի համար է։ Եղբայրը դիմել է եկեղեցուն անդամակցելու համար եւ փափագ ունի, քանի Տերը կկամենա այստեղ կլինի նաև ծառայությունների մեջ լինի, այնպես որ աղոթող եղեք եւ եթե ամեն բան բարաջող ընթացք ունեցավ, եղբայրը կանդամակցի նաև միասին առիթ կունենանք Տիրոջը ծառայելու։ Սիրելիներ, այսօր պետք է շարունակենք այն քարոզը, որ սկսեցինք անցած կիրակի։ Հիշում եք, խոսում ենք հոգևոր աճի մասին եւ հոգևոր աճի բաղադրիչների մասին։ Խոսեցինք, որ կան ձև ասած 4 բաղկացուցիչ մասեր, որից 2-ի մասին խոսեցինք եւ Տերը կամենա այսօր եւս 2-ին կանադառնանք, բայց մինչեւ անցնելը բուն հատվածին մի մարդու կյանքի մասին եմ ուզում պատմեմ Մայքլ Ֆելիքսի մասին, ինքը հայտնի է որպես բոլոր ժամանակներում ամենատիտղոսակիր օլիմպիական մարզիկը, բայց եթե նայեք նրա կյանքը, նրա ընթացքը կտեսնեք, որ այդքան էլ ամեն բան հարթ եւ հանգիստ չի ընթացել։ Մանկության տարիներին հաճախ ինքը ուներ խնդիրներ, մրցումների ժամանակ, ուներ ուշադրության խնդիր, անդադ կենտրոնացում էր կորցնում եւ չէր կարողանում կենտրոնանալ մի բանի վրա։ Իսկ մրցումների ժամանակ անգամ գրավում էր վերջին տեղերը։ Շատերը կարծում են, որ ուղղակի ինքը այդ կարողությունը չունի կամ տաղանդ չունի։ Եվ շատերը հիասթափված էին իր ընթացքի հետ կապված։ Սակայն Ֆելիքս ուներ մի առանձնահատկություն։ Նա երբեք չդադարեց աշխատել իր վրա եւ մարզվել։ Մինչ իր հասակակիցները հանգստանում էին, ամեն օր նա ժամերով լողում էր։ Տարիներ շարունակ պատրաստվում էր, գուցե սխալվում էր, որոշակի հիասթափություններ, բայց ամեն ինչի շրջանակում շարունակում էր մարզվել։ 16 տարեկանում արդեն մասնակցում է օլիմպիական խաղերին Սիդնեյում 2000 թվականին, բայց չի կարողանում որևիցե մեդալ, որևիցե հաղթանակ բերել։ Ու էլի կարող է տպավորություն լինի, դե պետք է հանձնվել, այսքանով ավարտել, բայց շարունակում է անդադար բան անել, պարապել։ Օրական 2 անգամ մարզումներ էր անում առանց հանգստյան օրերի։ Ու պատկերացրեք այդ պարտությունից հետո 4 տարի անց Աթենքում 2004 թվականին օլիմպիական խաղերում արդեն Ֆելիքսը դառնում է օլիմպիական չեմպիոն։ Դրանից հետո նվաճում է նաև 6 ոսկե մեդալ։ Հետագայում բազմակի օլիմպիական չեմպիոն եւ ընդհանուր հաշվով 23 ոսկե մեդալը իր կյանքի ընթացքում ձեռք բերում։ Այս ամեն ինչը ցույց է տալիս նրան, որ եթե որպես մարզիկ հավատարմորեն մարզվում ես, նույնիսկ որոշակի առումով մարդկանց կողմից չնայելով կամ հիասթափություններ եւ այլն, բայց երբ որ շարունակ մարզվում ես, իր արդյունքին հասնելու ես։ Մեր հոգևոր կյանքն էլ է նման մի բանի նման։ Եթե մենք հավատարմորեն քայլում ենք Տիրոջ հետ, եթե նույնիսկ ինչ-ինչ հարցեր, ինչ-ինչ խնդիրներ ունենք մեր հոգևոր կյանքի ընթացքին, բայց արդեն իսկ ասացի Տերը այդ կարողությունը տվել է եւ ամեն բան պատրաստել է, որպեսզի Տիրոջ փառքի համար պտուղ բերենք։ Եթե հավատարիմ մնանք, եթե ջանք թափենք եւ քայլենք Տիրոջը փառքի համար։ Եկեք կարդանք 2 Պետրոս նամակից 8-ից 11 համարները, 2 Պետրոս 1:8-ից 11, խնդրեմ ոտքի կանգնեք եւ միասին ընթերցենք Աստծո խոսքը։ 2 Պետրոս 1:8-ից 11 համարները։ Որովհետև սրանք ձեր մեջ ունենալով ու առատացնելով դատարկ ու անպտուղ չեք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ, բայց նա ով այս բաները
իր մեջ չունի քույրը կամ կարճատես, մոռացած լինելով իր նախկին մեղքերից, մաքրված լինելու մասին։ Դրա համար եղբայրներ ջանացեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատուն դարձնեք, որովհետեւ դրանք անելով երբեք հանցակ չեք գործի։ Քանի որ այսպես առատությամբ ձեր մուտքը պիտի շնորհվի դեպի մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։ Ամեն։ Աղոթենք։ Մեր Տեր Աստված իրապես փառք ենք քեզ տալիս այս գեղեցիկ օրվա համար։ Փառք ենք քեզ տալիս, որ Տեր պահեցիր, պահպանեցիր եւս մեկ տարի։ Եվ թեև գուցե ինչ-որ դժվարություններով, խնդիրներով, հարցերով, բայց գիտենք, որ այս ամեն ինչը նպաստում են մեր հոգևոր հաստատմանը եւ հոգևոր կյանքում ել ավելի ամուր կանգնելուն, Տեր։ Աղոթում եմ, որ որպես եկեղեցի օգնես, որ գալիք տարում իրապես մեր շրջապատում աղ եւ լույս լինենք եւ քեզ փառավորենք, Տեր։ Դու այնպես անես, որ հոգևոր առումով աճենք, որպեսզի քեզ փառավորենք, որպեսզի դու մեծարես, որպեսզի անպտուղ չլինենք, Տեր։ Այլ ամեն ինչի մեջ քո սուրբ անունով փառավորենք։ Հիսուսի անունով, ամեն։ Նստեք, խնդրեմ։ Հիշեք մի բան, ճիշտ շարժառիթով հոգևոր աճը վարձատրվելու է Տիրոջ կողմից։ Եթե ճիշտ շարժառիթով փափագ ունենք հոգևոր աճի, Տիրոջ կողմից իր ժամանակին վարձատրվելու ենք։ Եվ այդ ճիշտ շարժառիթների ու նաև վարձատրության մասին ենք խոսելու այսօր։ Եթե կհիշեք անցած կիրակի խոսեցինք երկու բաղկացուցիչների մասին։ Առաջինը հոգևոր աճի աստվածային ապահովման մասին, որ Տեր Աստված ապահովել է ամեն բան, թե հավատքն է որպես վիճակով տվել մեզ, թե նաև զորությունն է տվել իր շնորհով հոգևոր առումով ինչ անելու, աճելու։ Բացի նրանից, նաև խոսեցինք հոգևոր աճի բաղադրիչների մասին, թե Տերը ինչ բաղադրիչներ է տվել, որով որ երևում է կամ հաստատվում է մեր հավատքի կյանքը։ Կհիշեք առաքինություն, ճիշտ շարժառիթներն էին գիտություն, ժուժկալություն, համբերություն, աստվածպաշտություն, եղբայրասիրություն, սեր, եթե այս բաղադրիչները մեր կյանքում շոշափելի են, նշանակում է Տերը այդ հավատքը տվել է եւ Տերը գործում է։ Ուղղակի սրա մեջ պետք է շարունակական հավատ մեջ մնանք եւ աճենք այս ամեն ինչի մեջ։ Չենք կարող կանգ առնենք, ասենք դե այսքանը բավարար է։ Ես արդեն բավարար սիրում եմ, կամ բավարար եղբայրասիրության մեջ աճել եմ, կամ բավարար, չգիտեմ, աստվածպաշտության մեջ եմ աճել, համբերության մեջ եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչի մեջ միաժամանակ պետք է ինչ անենք, ավելի աճենք, հարատևենք, ջանք թափենք։ Սա այն բաժինն է, որը որ մեր շրջանակում է։ Մենք պետք է սրա մեջ հավատարիմ լինենք։ Տերը արդեն այդ կարողությունը տվել է եւ նաեւ կոչն է տվել։ Այսօր խոսելու ենք 3-րդ եւ 4-րդ մասերին։ Հոգևոր աճի շարժառիթի մասին եւ հոգևոր աճի արդյունքների մասին։ Առաջինը, հոգևոր աճի շարժառիթը դա պտղաբեր քրիստոնեական կյանքն է։ Մեր շարժառիթը պետք է լինի պտղաբեր քրիստոնեական կյանք ունենալ, ինչու՞։ Որովհետեւ այդ պտղաբեր քրիստոնեական կյանքը վերջի վերջո ում փառքն է բերելու։ Տիրոջը փառքն է բերելու։ Տիրոջն է փառավորելու։ Որտեվ եթե մեր կյանքը պտղաբեր չի որպես քրիստոնյա, չենք էլ կարողանալու Տիրոջը փառավորել այնպես, ինչպես որ պետք է Տիրոջը փառավորենք։ Ինչի համար որ ստեղծված ենք, ինչի համար որ Տերը մեզ ինչ արեց, փրկեց, կանչեց։ Այս ամեն ինչը պետք է ամբողջությամբ կատարվի մեկ շարժառիթով, Տիրոջը փառքը։ Եվ եթե հոգևոր առումով աճենք, նաև կլինենք պտղաբեր։ Ուշադրություն դարձեք 8 եւ 9 համարներն եւս մեկ անգամ կարդանք։ Որտեվ սրանք ձեր մեջ ունենալով, ինչի մասն է խոսքը գնում, երբ որ ասում է սրանք։ Առաքինությունները, որ մի քիչ առաջ կարդացի։ Եթե սրանց մեջ, ասում է սրանք ձեր մեջ ունենալով եւ ինչ անելով, առատացնելով, այսինքն դրա մեջ աճելով, դրա մեջ ել ավելի ներդրում ունենալով,
դատարկ ու անպտուղ չեք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ։ Բայց նա, ով այս բաներն իր մեջ չունի, կույր է կամ կարճաթես, մոռացած լինելով իր նախկին մեղքերից մաքրված լինելու մասին։ Ուրեմն մենք արդեն իսկ խոսեցինք հոգևոր աճի բաղադրիչների մասին, կամ մեկ-մեկ նաև անվանում են հոգևոր աճի սանդուղքի մասին։ Եվ Պետրոս Առաքյալն ասում է, եթե մենք դրա մեջ կանք եւ դրա մեջ առատանում ենք, անպտուղ չենք լինի։ Սրանք ձեր մեջ ունենալով եւ առատացնելով։ Կամ եթե փորձենք բառացի, ասենց ասած ասենք, կստացվի հետեւյալը. եթե այս հատկանիշները մեր մեջ կան եւ շարունակ աճում են, ապա դրանք ձեզ չեն թողնի, որ լինեք անգործ եւ անպտուղ։ Ինչի մեջ անգործ ու անպտուղ։ Քրիստոսի ճանաչման մեջ։ Սա է մեր շարժառիթը լինել պտղաբեր Տիրոջը փառքի համար։ Ոչ թե մեր անձի համար, ոչ թե որ ասենք տեսեք մենք ինչ լավ բնավորություն ունենք, մենք ինչեր ենք անում Տիրոջ համար, սա մեր շարժառիթը չպետք է լինի մեր փառքը, այլ մեր շարժառիթը պետք է լինի աճել սրա մեջ, պտղաբեր լինել, որպեսզի ամեն փառքում տանք Տիրոջը տանք։ Ո՞վ է տվել մեզ այդ հավատքը։ Աստված է տվել։ Ո՞վ է տվել այդ զորությունը, որպեսզի դրա մեջ առատանանք։ Նորից Աստված է տվել։ Ու ամեն փառքը պետք է ուղղենք ում Աստծուն։ Մեր փափագը պետք է լինի հոգևոր աճը, որը որ բերելու է 3 կարևոր արդյունքի։ Ուշադրություն դարձրեք հետևյալ խոսքը, որ ասում է հաջողություն, այսինքն ասում է, որտեվ սրանք են ձեր մեջ ունենալով, առատացնելով, դատարկ ու անպտուղ չեք լինի։ Հիմա մեր մոտ որ թարգմանված է այդ բառը դատարկ, այդքան էլ հաջող բառ չեն օգտագործել, արգոս տերմինն է, որը որ նշանակում է առանց զբաղմունքի կամ գործազուրկ։ Եվ այս պարագայում Պետրոս Առաքյալն ասում է, եթե սրա մեջ մնաք ու սրա մեջ աճեք, գործազուրկ չեք լինի, անգործ չեք մնա։ Եվ երբ որ խոսքը գնում է ընդհանրապես գործի մասին, ինչի մասն է խոսքը գնում։ Աշխատավարձի մասին չի խոսքը գնում։ Խոսքը գնում է Տիրոջը մեջ հստակ գործելու, ծառայելու։ Տերը մեզ չի կանչել պարապ, սարապ նստելու։ Ավելին ասեմ, Տերը ուղղակի չի կանչել մեզ, ստեղ ուղղակի աթոռներ զբաղացնելու։ Ամեն մեկս ունենք կանչվածություն, եւ այդ կանչվածության շրջանակում ինչ պետք է անենք։ Պետք է ծառայենք, պետք է գործենք։ Պետք է անենք ամեն բան, որպեսզի ամեն շրջանակում Տիրոջը փառք բերենք։ Եթե մեր փափագը, մեր ցանկությունը Տիրոջ համար գործելն է, սա այն ճիշտ շարժառիթն է, որը որ մեզ պետք է մղի դեպի հոգևոր աճին։ Առաջի Կորինթացիս 3:13-15 ասում է ամեն մեկի գործը հայտնի է դառնալու դատաստանի օրը, որ կրակով է հայտնվելու, Երևան է հանվելու եւ ամեն մեկի գործը կրակով է փորձվելու։ Ում մասն է խոսքը գնում։ Եկեղեցու։ Ասում է ժամանակ է գալու, որ Տիրոջ ատյանի առաջ մեր բոլոր գործերը, գիտեք ինչ են լինելու, փորձվելու են, կարծես կրակով անցկացվելու են։ Այն որ փայտ է, եղեգ է, այդ ամեն ինչ անելու, վառվելու է, անցնելու է, գնալու է, մնալու է, այսև ասած ազնիվ մետաղները, քարերը, այսինքն մնայուն է այն հավիտենական գործը, որը որ Տերը մեզ կանչել էր, որի մեջ մենք հավատարիմ եղանք։ Եթե որևիցե մեկի շինած գործը հաստատ մնա, ինչ կստանա, վարձ կստանա, աշխատավարձ կստանա, բայց արդեն Տիրոջից մնայուն։ Իսկ եթե մեկի գործը այրվի, վնաս կկրի, ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, ասես կրակի միջով է անցել, այսինքն փրկվել է մարդը, Տերը փրկել է, բայց դրանից հետո որևիցե քայլ, որևիցե բան Տիրոջ համար չի արել, որևիցե գործ չի արել, խանձվել է, պետք է ուղղակի սենց ասած դժոխք գնար, այդ դժոխքի կրակից կարծես խանձվել է, բայց քանի որ հավատացել է, Տերը փրկել է, ինչ արել, փրկվել է, բայց ինչա դատարկ է, աղքատ է, ոչ մի բան չունի։ Անգործությունը բնորոշ է
տաղանդների հարակում կհիշեք նկարագրված են ծառային, երբ որ Հիսուս պատմեց։ Գիտեք ինչ գնահատական տվեց այդ ծառային Տերը։ Ասեց չար եւ ծույլ ծառա։ Ինչի որտեվ գիտեիր, որ պետք է գամ պահանջեմ, քեզ այդ դրամը տվել էի, գոնե ծառայեցներ, ինչ ես արել, թաքցրել մանուկ են, որևիցե կերպով չեն տարբերվում, սենց ասած աշխարհիկներից, եւ չգիտենք իրականում, նույնիսկ փրկված է այդ մարդը թե չէ։ Հետևաբար, եթե մեր կյանքում որևիցե Սուրբ Հոգու պտուղը չի արտահայտվում, բնավորության փոփոխություն չկա, սա նորից նշան է հարց տալու, արդյոք Տիրոջը կողմից փրկություն ունեմ թե ոչ։ Արդյոք ճշմարտապես հավատացել եմ թե ոչ։ Արդյոք Քրիստոսինն եմ թե ոչ։ Աստված այս պտղաբերությունը նաև նկարագրում է կամ օրինակը բերում է հողի հետ կապված։ Ինչի դա այն ժամանակ հողի հետ շատ էին գործանում եւ տեսնում են մի հող, որը պտղաբեր է եւ մի հող, որը պտղաբեր չէ։ Տեսեք թե Աստված ինչ նկարագրություն է տալիս։ Եբրայեցիս 6:7-8 համարները։ Քանի որ այն հողը, որ խմում է իր վրա շատ անգամներ տեղացած անձրևը եւ օգտակար արդյունք է տալիս նրանց, որոնց կողմից մշակվում է, Աստծուց օրհնություն է ստանում։ 8-րդ համարը։ Իսկ որ փուշ ու տատասկ է տալիս, անպետք է։ Նրան անեծք է կպչում եւ նրա վերջը այրվելն է։ Այսինքն, եթե մենք մեր կյանքում որևիցե պարագայում պտուղ չենք բերում, խնդրի առաջ են կանգնած, գուցե նաև այս վտանգն է, արդյոք ես փրկված եմ, թե ոչ։ Հիշեք մի բան, ցանկացած բան, որ մենք անում ենք ծառայության շրջանակում, կամ նույնիսկ ավետարանն ենք քարոզում, եւ այլն, այս ամեն ինչի փառքը նորից Աստծունն է, փրկության պարագայում նույնպես։ Ու փառքը նորից իրեն է ուղղվում։ Բայց դա չի նշանակում, որ նորից մենք պետք է ուղղակի պարապ նստենք, ասենք դե Տերը, երբ որ ինձ կշարժի, ես այդ ժամանակ կշարժվեմ։ Ես անդադ հիշում եմ այս օրինակ ու միշտ պատմում եմ, մեկ անգամ միտեղ փոքր խումբ պետք է սկսենք, պայմանավորվել էինք ամեն ինչը երբ ենք անում ժամը, օրը, ու հետո այդ քույրը զանգեց, ասեց, գիտես ինչ կա, հիմա մի տեսակ Աստծուց չեմ առաջնորդվում այդ փոքր խումբը, որ սկսենք։ Ու ես սկսեցի ասում, լավ, օքեյ, այսինքն դե հիմա չես կարա ստիպես, բայց մոտս հարց առաջացավ, այդ ինչպես պետք է առաջնորդվեր։ Այսինքն ինչ պետք է, երկնքից մեկը պետք է գար, հրեշտակը պետք է գար ասեր, որ լավ բան է, լավ հնարավորություն է, որպեսզի ավետարանը քարոզվի եւ այլն։ Մենք շատ դեպքերում նման ձևով ենք վարվում։ Կարողությունն ունենք, որոշ առումով հասկացողությունն ունենք, բայց ուղղակի գուցե ինչ ենք անում, ծույլ ենք, ոնց որ Տեր Հիսուս Քրիստոս այդ նկարագրությունը տվեց։ Ծույլ ծառա ենք։ Եվ երրորդը, խորը եւ անձնական ճանաչում ենք ունենալու Տիրոջ։ 8-րդ համարի վերջին հատվածը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ։ Երբ որ խոսում ենք Քրիստոսի ճանաչման մասին մեր կյանքում, պետք է հասկանանք, որ մեր հոգևոր կյանքը սկիզբ առավ Քրիստոսին ճանաչելով, մեր հոգևոր կյանքի ընթացքը շարունակական Քրիստոսին ճանաչելու մեջ է, որ մենք աճում ենք եւ մեր նաեւ կյանքի վերջնական ինչն է, նպատակն է, աճել Աստված ճանաչողության մեջ, Քրիստոսին ճանաչելու մեջ։ Ինչու որտեվ ինչքան ճանաչում ենք, այդքան մեր կյանքը ինչ է լինում, փոխվում է։ Ում որ շատ եք սիրում, ումով որ շատ եք զմայրվում, ում որ շատ եք նայում, նրան սկսում եք ինչ անել, նմանվել։ Հետաքրքիր մի նկար էի տեսել ինտերնետում, պատկերված էին մարդիկ, իրենց տակը պատկերված էր նաև իրենց կենդանիները։ Ու ասում էր, որ տերերը շատ սիրելով իրենց կենդանիներին, ժամանակի ընթացքում նմանվում են ցենց ասած իրենց կենդանիներին։ Բայց սա իրական է, ընդհանրապես ում որ ասենց ասած պատկերացնում ենք մեզ որպես կուրկ, ֆուտբոլիստները կամ մնացածը, երեխեքը եւ ժողովուրդը փորձում են ինչ անեն, նմանվեն այսև ասած իրանց իդեալին։ Եթե մեր համար Քրիստոսն է այդ իդեալը, ճանաչում ենք իրեն, ձգտելու ենք նաեւ նմանվել իրեն։ Եվ այդ ամեն ինչը նպաստելու է մեր կյանքի
փոփոխությանը։ Հասկացեք, որ սա պարզապես գիտելիք չի։ Այսինքն նրա մասին չի, թե մենք իմացանք քանի տարի է ծառայել եւ այլն, որ քաղաքից որ քաղաքն է գնացել, ինչ արել։ Սրա մասին չի խոսքը գնում։ Մենք ուզում ենք անձնական կենթանի մոտիկ փոխհարաբերություն ունենալ Քրիստոսի հետ։ Դե համար ինչ ենք ուզում անենք։ Ուզում ենք ճանաչենք նրա բնավորությունը։ Ուզում ենք ճանաչենք նրա գործերը։ Ուզում ենք ճանաչենք նրա կամքը մեր կյանքի համար։ Ուզում ենք ճանաչենք նրա առաջնորդության ընթացքը, ինչպես էր առաջնորդում։ Ուզում ենք ճանաչենք նրա հաղթանակը։ Ուզում ենք ճանաչենք նրա փառքը։ Ու այս ամեն ինչը մեր կյանքում իրական ռեալ փոփոխություն է բերելու։ Ինչ վտանգ կա, եթե մեր կյանքում Աստված ճանաչողություն չկա։ Սաղմոս 95:10 40 տարի զզվեցի այս սերնդից եւ ասացի, Աստված է ասում Իսրայել ժողովրդի մասին։ Նրանք մի այնպիսի ժողովուրդ են, որ մոլորված են սրտով, նրանք չեն ճանաչում իմ ճանապարհները։ Ուշադրություն դարձնում եք Տիրոջ կարծես սիրտը եւ արտահայտությունը։ Արդյոք մենք որպես քրիստոնյաներ իրապես կուզենանք, որ Տերը մեր նկատմամբ նման խոսույթ ունենա։ Ես չեմ ցանկանա, անկեղծ եմ ասում։ Մեր շարժառիթն այն է, որ հոգևոր աճը մեզ դարձնելու է Տիրոջը փառքի համար գործուն մարդիկ։ Մարդիկ, ովքեր որ փոխակերպված են բնավորությամբ։ Սուրբ Հոգու պտուղը հստակ արտահայտվում է իրենց կյանքում եւ նաեւ ունեն խորը եւ ճշմարիտ ճանաչողություն Հիսուս Քրիստոսի։ Եթե հավատացյալը չի աճում, դա սովորաբար գալիս է երկու խնդիրներից կամ բերում է խնդիրների։ Ինչ ենք դառնում, անգործունյա, բնավորությամբ անպտուղ ենք ու մակերեսային կամ կեղծ Քրիստոսի ենք ճանաչում։ Այսինքն ծառայության մեջ որևիցե կերպով ներգրաված չենք, մեր բնավորության փոփոխություն չկա, մի փուչուր գուցե ինչ-որ շտրիխեր կան, մակերեսային բաներ, եւ մեր Քրիստոսի ճանաչելը կամ Աստված ճանաչողությունը մակերեսային է։ Ոնց որ Վահրամն ասաց, շատերը նոմինալ քրիստոնյա են, մենք մի փուչուր ավել ենք տարբերվում։ Ինչի 1-2 քարոզ ենք լսել, 1-2 բան հիշում ենք ու վերջ։ Ու շատ դեպքերում մեր պատկերացած Քրիստոսը այն Քրիստոսը չի, որ Աստծո խոսքի մեջ է գրված։ Բայց եթե Տիրոջը ճանաչենք, եթե Տիրոջը կամքի մեջ մնանք, Տերն ասում է, որ անպտուղ չեք լինի։ Անգործունյա չեք լինի, ծառայության մեջ կաճեք։ Ինչ խնդիրներ են առաջ գալի այս հարցերում։ Երկու խնդիր է այստեղ Պետրոս առաքյալը առաջ բերում։ Հոգևոր կուրություն կամ կարճատեսություն։ Նայեք շարունակությունը։ Բայց նա, ով այս բաները իր մեջ չունի, գույր է կամ կարճատես, մոռացած լինելով իր նախկին մեղքերից մաքրված լինելու մասին։ Ինչ կարճատեսության մասին է խոսքը գնում։ Ֆիզիկական։ Չէ, հոգևոր կարճատեսության մասին է խոսքը գնում։ Այսինքն մեկը ով որ չի կարողանում տեսնի, թե ինչ է սպասում իր առաջ, որն է իր համար ավելի, ասենց ասած, առաջնայինը կամ կարևորը, որ նաև Աստծո համար է կարևոր։ Չի կարողանում տարբերել ճշմարտությունը ստից, չի կարողանում առանձնացնել կամ հասկանալ Աստծո համար առաջնահերթությունները, որն է Աստծո համար կարևորը։ Չի կարողանում տեսնել իր սեփական իրավիճակը, կարգավիճակը ինչ վիճակում է գտնվում։ Չի կարողանում հասկանալ Աստծո բնավորությունը։ Կհիշեք Աստծո բոլոր պատվիրանները ուղիղ ում հետ էին կապված։ Իր հետ կապված են, որտեղ այն ինչ որ Աստված մեզ ասում է որ պահենք, ցույց է տալիս իր ով լինելը։ Դրա համար է ասում, որ ինչ արեք, սուրբ եղեք, ինչի որտև ձեր հայրն է սուրբ։ Ասում է սիրեք, որտև Աստված ինքն է սեր։
Ասում է արդար եղեք, որտեղ Աստված ինքն է արդար, ողորմած եւ այլն, այսինքն այն ամեն ինչ որ Տերը նաեւ մեզ է ասում, որ մենք անենք, ցույց է տալիս իր բնավորությունը։ Ու նաեւ չենք կարողանում տարբերել արտաքինը ու ներքինը։ Այսինքն տեսնում ենք զուտ աշխարհիկ մարդկանց նման։ Հոգևոր կուրությունը ամենը սարսափելին, գիտեք ինչն է, որ մարդը սովորաբար չի գիտակցում իր կուրությունը, այսինքն ինքը այդ վիճակում է գտնվում, բայց ինքը չի հասկանում, որ ինքը այդ վիճակում է գտնվում։ Փարիսեցիները այդ նույն խնդրի մեջ էին։ Իրենք կարծում էին լավ տեսնում են, բայց իրականում կուրության մեջ էին։ Ու քանի որ կուրության մեջ էին, չեն էլ փորձում ինչ որ կերպով այդ հարցին լուծում տալ։ Հովանու 9-րդ գլուխ 40-41 համարները։ Փարիսեցիներից ոմանք, որ նրա հետ այնտեղ էին, այս լսեցին ու նրան ասացին. Միթե մենք էլ կույր ենք։ Նայեք ուշադրություն դարձրեք, հարց են տալիս։ Իրանք իրանց մեջ գիտեն պատասխանը։ Որն է։ Իրենք իրանց համարում են, որ իրանք կույր չեն։ Դրա համար է սենց հարց են տալի, ասում են դու սենց բաներ ես խոսում։ Կարող է մեզ էլ ես ասում, որ մենք էլ ենք կույր։ Հիսուս նրանց ասաց. Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, տեսնում ենք եւ ձեր մեղքը ձեր մեջ է մնում։ Եթե հասկանայիք ձեր կուրության վիճակը, ինչ կանեիք, ներում կխնդրեիք, կխոստովանայիք ու ձեր մեղքը ձեր վրա չեր մնա։ Բայց քանի որ կույր եք ու չեք տեսնում, ձեզ արդար եք համարում, չեք խոստովանում, չեք գալիս դեպի ինձ մոտ, դրա համար ձեր մեղքը ինչ է անում, ձեր վրա է մնում։ Երբ որ կա հոգևոր կուրություն, շատ դեպքերում մենք մեր կարգավիճակը չենք տեսնում, մեր իրավիճակը չենք տեսնում եւ այդ ամեն ինչի մեջ տապակվում ենք, չենք խոստովանում մեր մեղքերը, չենք փոխվում, չենք գործում Տիրոջ համար։ Արդյոք հասկանում ենք առհասարակ ո՞րն է շարժառիթը, որ պետք է հոգևոր առումով աճենք։ Տիրոջը փառքն է։ Իսկ կարող ենք Տիրոջը փառք բերել միայն այն ժամանակ, երբ որ հոգևոր առումով հասուն լինենք եւ պտղաբեր լինենք։ Գիշեք Սաղմոս 1-ը։ Սաղմոս 1-ում ասում են, որ հարատևում է Աստծո խոսքի մեջ, նման է այն ծառին, որը որ տնկված է գետի հոսքին։ Ու ասում է իր կյանքի ողջ ընթացքում ինչ է բերում, պտուղ է բերում։ Ու կապ չունի քանի տարեկան ես, ինչ կարգավիճակում ես գտնում, ինչ սոցիալական իրավիճակում ես գտնվում։ Տիրոջը համար ինչ ես անելու, պտուղ ես բերելու։ Արդյոք ցանկություն ունենք աճելու։ Հույսով եմ, որ այո։ Երկրորդը սիրելիներ, խոսելու ենք նաև այդ ամեն ինչի արդյունքը ինչ է լինելու։ Այդ արդյունքը լինելու երկնային եւ երկրային վարձատրություն։ Այսակերոջս ասած աշխատավարձ։ 10-11 համարները։ Դրա համար եղբայրներ, ջանացեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատ դարձնեք, որովհետեւ դրանք անելով երբեք հանցանք չեք գործի։ Գիտեք, եթե փորձենք ավելի սենց ասած բառացի թարգմանենք ընդհանրապես, ավելի կստացվի այսպես, որ այսպես հարուստ կերպով կմտնենք կամ մուտք կունենանք, 11 համար ասում է, քանի որ այսպես առատությամբ ձեր մուտք պիտի շնորհվի դեպի մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։ Նայեք, առաքյալը ստեղ ցույց է տալիս 3 կարևոր էսև ասած վարձատրություն, ինչին որ մենք պետքա փափագենք։ Առաջինը դա փրկության վստահությունն է, արդեն Հովիկ եղբայրս բավականին այս թեմայի մասին խոսել է, բայց ուզում եմ եւս մեկ անգամ անդրադառնամ այս հատվածին։ Ուշադրություն դարձեք, որ ասում է ջանացեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատուն դարձնեք։ Ընտրությունը դա Աստծո հավիտենական ընտրությունն է։ Հիմա չեմ խոսելու դրա մասին, որովհետեւ նորից եղբայրս բավականին մանրամասն խոսել է, բայց կոչումը պատմության այն բանը, երբ այդ ընտրությունը ինչ եղավ, իրականություն դարձավ, որտեղ այնպես չի, որ հենց ծնվեցինք, միանգամից Տերը վերստին ծնունդ տվեց։ Տերը ընտրել էր այդ ընտրությունը հավիտենականությունից առաջ էր, բայց մեր կյանքում պահ եղավ, որ Տերը մեզ ինչ արեց, կանչեց։
վերստին ծնվեց, սա իրականություն դարձավ մեր կյանքում։ Կարեք նայեք 2 Թեսաղոնիկեցիս 2:14, հետի հետո նայեք։ Երբ որ խոսում ենք, ասում է հաստատուն դարձնել, սա չի նշանակում փոխել Աստծո որոշումները։ Այսինքն, որտեղ եթե Աստծո որոշումները որևիցե մեկը չի կարող փոխի։ Նշանակում է հաստատուն դարձնել սեփական գիտության ու կյանքի մեջ։ Այսինքն ինձ համար, իմ կյանքի մեջ ես ինչ ունեմ, վստահություն ունեմ, որ Տերը ինձ ընտրել է եւ փրկել է։ Մեկ-մեկ երբ որ առաքելականների հետ խոսում եք այս թեմայով, ասում են, դե մենք չենք կարող ասենք փրկված ենք թե չէ, ժամանակը ցույց կտա։ Ինչի որտեվ եթե մեկը լսում է, որ ասում ես ես փրկված եմ Տիրոջմով, ասում է ուրեմն ինչ ես արել, հպարտացել ես։ Այստեղ հպարտության մասին չի խոսքը գնում։ Երբ որ մեր կյանքում մենք տեսնում ենք, որ Տերը մեր կյանքը փոփոխում է, Սուրբ Հոգու պտուղը կա, սա նորից մեր փառքի մասին չի, մեր անձի մասին չի։ Մենք ուղղակի ընդունում ենք եւ հաստատում ենք այն, ինչը որ Տերը մեր կյանքում անում է, եւ փառքը նորից տալիս ենք նրան։ Դրա համար լիարժեք կերպով կարողանում ենք ասել, այո, Տերը ինչ արել ինձ, ընտրել է, փրկել է, սրբել է եւ իրեն զավակ է դարձրել։ Ու ամեն փառքը նորից ուղում ենք միմիայն իրեն։ Երբ մեր կյանքում առատանում են այն բաղադրիչները, այսպես ասած, հոգևոր սանդուղքի, ինչ ենք տեսնում, եւս մեկ անգամ հաստատություն է դարձում մեր համար, որ Տերը մեզ ինչ է արել, փրկել է, Տերը փրկել է, եւ այս վստահությունը ամրացնում է մեր ընթացքը, մեր հավատքը, ու կարողանանք հանգիստ սրտով ասել, այո, Տերը ինչ է արել, ընտրել է, եւ Տերը կանչել է ինձ իր փառքի համար։ Երկրորդը, ունենում ենք նաև վարձատրություն որպես պաշտպանություն հոգևոր անկումներից։ Ասա, որովհետև դրանք անելով երբեք հանցանք չեք գործի։ Մեր մոտ մի քիչ թարգմանությունը այդքան էլ հաջող չի, գրված է հանցանք չենք գործի, մի քիչ մեկնաբանություն են տվել։ Պտայո հունարեն տերմինն է, որը որ եթե ուղիղ թարգմանենք, բառացի նշանակում է կորցնել ոտքերի հենարանը կամ սայթաքել ու ընկնել։ Այսինքն, ստեղ մեր վարձատրությունը լինելու է այն, որ մեր կյանքում Տերը խոստանում է, որ մենք չենք սայթաքելու, չենք ընկնելու, եթե հոգևոր առումով աճում ենք։ Սա այն վարձատրությունը, որ տեղի է ունենում այս պահին երկրիս վրա։ Ինչից ենք Եզև ասած պաշտպանված լինում։ Մեր հոգևոր իմունիտետը լինում է առողջ, պատրաստ, ինչերից։ Տարբեր տեսակի վտանգներից, որոնք որ մեր շուրջը կան։ Մենք պատրաստ ենք նեղություն կրելու, պատրաստ ենք սուտ ուսուցումները ինչ անելու, մերժելու, եւ այս ամեն ինչի շրջանակում Տերը մեզ հաստատուն է պահում, որպեսզի չսայթաքենք, չընկնենք։ Մենք կարողանում ենք ինչ անել, մեր զգայարանները դառնում են բավականին հասուն, տարբերում ենք չարը բարուց, ճիշտը սխալից։ Առակաց գրքում մի հետաքրքիր խոսք կա, Առակաց 22:3։ Ասում է, խորագետը տեսնում է չարիքը եւ զգուշանում, բայց միամիտներն անտեսում են ու տուժում։ Այսինքն մեկը, որ հոգևոր հասունություն ունի, արդեն իսկ նախորոք ինչ է անում, տեսնում է, որ վտանգ է սպասում։ Ու չի ընկնում այդ վտանգի մեջ, արդեն իսկ ժամանակին ինչ է անում, հետ է կանգնում, փախնում է այդ ամեն ինչից։ Երբ որ մեր աճը կանգնում է, մենք դառնում ենք խոցելի։ Բայց երբ որ աճում ենք, կարողանում ենք հաստատուն կանգնել, նորից Տիրոջը փառքի համար։ Եվ երրորդ վարձատրությունը արդեն հավիտենականության հետ է կապված։ Մեծ հաղթական մուտք հավիտենական արքայություն, 11-րդ համարը։ Քանի որ այսպես առատությամբ, ուշադրություն դարձեք բառին, ինչով, առատությամբ, հարստությամբ է Եզև ասած, ձեր մուտքը պիտի շնորհվի դեպի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։ Գիտեք, գուցե այս պարագայում Պետրոսը պատկերացնում է մի փառահեղ հաղթանակի պատկեր։ Պատկերացրեք մի զորահրամանատար, որը որ կառքի վրա է նստած,
ծիրանագույն այդ պատմուճանով, ոսկի զարդարված դափնե պսակով, ավարներով, ժողովրդի ցնծությամբ հաղթանակ է տոնում իր թագավորի առաջ։ Ինչի որտեվ հավատարմորեն քայլել է եւ Տիրոջ առաջ հաղթանակներով հիմա մուտք է ունենում իր Տիրոջ, իր թագավորի արքայության շրջանակը։ Բայց այդ ձևի մարդկանց հետ նաև կլինեն մարդիկ, ովքեր որ ինչ են արել իրենց կյանքի ընթացքում պարտություն են կրել։ Այդ ձևի մարդիկ չէին մտնում այդ ձև փառահեղ կերպով քաղաքը։ Ինչ էին անում, ամոթալի գաղտնի կերպով էին ինչ անում, վերադառնում, որտեվ փախել էին պատերազմի դաշտից, որտեվ չէին հնազանդվել թագավորին հրամանին, որը որ Տերը տվել էր։ Հոգևոր աճը տանում է դեպի հաղթանակ, դեպի փառավոր մուտք այն արքայության մեջ, որ Տերը պատրաստել է իրեն սիրողների համար։ Պարգևներով, ուրախությամբ, պսակներով։ Հիշեք, աճի բացակայության դեպքում, հա, փրկություն կա, ոնց որ կարդացինք, ասես կրակից ենք ինչ արել, պրծել, բայց դատարկ ենք, աղքատ ենք այդ մուտքը ունենալու։ Արդյոք սա է մեր փափագը, արդյոք սա է մեր պատկերացրած հոգևոր մուտքը դեպի արքայություն։ Ինչու պետք է ամեն ջակ գործադրենք հոգևոր աճի համար։ Որովհետև այն բերելու է ինչ, ամուր վստահություն մեր փրկության մեջ, որ մենք վստահ ենք, որ Տերը մեզ կանչել է, փրկել է, նաև հուսալի պաշտպանություն ենք ունենալու սայթակումներից։ Կապ չունի ինչ իրավիճակում ենք գտնվում, կապ չունի ինչ ենք լսում, մենք ի վիճակի ենք լինելու, զանազանելու, տարբերելու ճիշտը սխալից, ճիշտ ուսուցումը սուտ ուսուցումից։ Եվ երրորդը հաղթական մուտք ենք ունենալու, այսև ասած հարուստ կերպով դեպի Տիրոջը փառքը, դեպի Տիրոջը արքայությունը։ Ու այս ամեն ինչի մեջ նորից ամբողջ փառք ուղղված է լինելու Տիրոջը։ Ինչու? Որովհետև մեր հոգևոր աճի համար Տերն է, որ ամեն բան ինչ արել, ապահովել է։ Թե մեր հավատքը, թե նաև այն ուժն ու կարողությունը իր շնորհքի միջոցով, որը որ կարող ենք աճել։ Նաև տվել է ինչը, հոգու պտուղը։ Այն սենց ասած, այդ հոգևոր սանդուղքը, որի որ մեջ պետք է աճենք, որը որ դառնալու մեզ համար ինդիկատոր, արդյոք Տիրոջ մեջ աճում ենք, թե ոչ։ Նաև պետք է նայենք մեր շարժառիթները, որն է մեր շարժառիթը, Տիրոջ փառքն է, թե մեր եսն է, մեր անձի փառքն է։ Վերջի վերջո, նաև հիշեք այն վարձատրությունը, այն աշխատավարձը, այս ձև ասած, որը որ Տերը խոստացել է բոլոր իրեն հավատացողների համար, ովքեր որ հավատարմոր են, կծառայեն իրեն։ Դրա համար Պողոս Առաքյալը, երբ որ Կորինթացիս նամակի մեջ նկարագրում է ծառայությունը եւ ցույց է տալիս բաժանումները, երբ որ խոսում է թե ով է Ապողոսը, ով է Պողոսը եւ այլն, այդ ամեն ինչի մեջ ասում է, որ Տերն մեզ կանչեց, Տերը այդ կարողությունը տվեց, Տերը աճեցրեց այդ պտուղը բերեց ու ամեն մի փառքը Տիրոջն ենք ուղղում։ Դրա համար էլ ասում է վարձատրությունը ումից եմ ակնկալում, նորից Տիրոջից։ Մարդկանցից չեմ ակնկալում։ Մարդիկ կտեսնեն, կգնահատեն, լավ է, փառք Աստծուն։ Չեն տեսնի, չեն գնահատի, նորից փառք Աստծուն։ Որտեվ սա չի մեր խնդիրը։ Մեր փափագը, մեր ցանկությունը, որ Տիրոջ առաջ ընդունելի լինենք։ Տիրոջ առաջ հավատարիմ լինենք։ Տիրոջից գովասանքը ստանանք, որ ոչ թե ասենք չար եւ ծույլ ծառա, այլ Տերն ասի, ապրես բարի ու հավատարիմ ծառա, մուտ գործիր քո հոր արքայության մեջ։ Սա է մեր փափագը, սա է մեր ցանկությունը։ Ուստի եկեք այս գալիք տարվա շրջանակում մտածենք սրա մասին, մտածենք մնայունի մասին։ Մտածենք, թե մենք այսօր ինչ կարգավիճակում ենք գտնվում։ Ինչ կարիք ունենք փոփոխելու մեր կյանքում նորից Տիրոջը փառքի համար։ Որպեսզի ոչ թե մեր անձը բարձրանա, այլ Տերը փառավորվի մեր կյանքում։ Որպեսզի լինենք ինչպես այն ծառը, որ տնկված է ջրերի մեջ ու իր ժամանակին իր պտուղը բերում է եւ միշտ կանանչ է, երբեք չի թառամում, այսպես ասած։ Թող Տերը օրհնի իրապես այս գալիք տարում
իր համար ապրելու, իր անվան ու փառքի համար գործելու, Աստված ճանաչողության մեջ աճելու։ Աղոթենք։ Մեր Տեր Աստված իրապես փառք ենք քեզ տալիս ու շնորհակալ ենք այն մեծ ողորմության համար, որ ողորմեցիր եւ մեզ փրկեցիր, Տեր։ Պատճառը չգիտենք եւ չենք էլ կարող իմանալ։ Դա քո որոշումն էր, քո ցանկությունն էր ու ամեն ինչի մեջ միայն քեզ ենք ուզում փառավորենք։ Մեր փրկության, մեր ընթացքի մեջ ոչ մի արժանիք եւ ոչ մի գովասանքի ինչ որ առիթ չունենք, Տեր։ Ոստի ամեն փառքը նորից ուղում ենք քեզ եւ ուզում ենք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, որ ընտրեցիր, կանչեցիր, սրբեցիր եւ քեզ զավակ դարձրեցիր, Տեր։ Բայց ոչ միայն կանչեցիր, այլ նաեւ կարողություն ու ուժ տվեցիր հոգեվոր առումով աճելու եւ քեզ համար պտղաբեր անոթ դառնալու, Տեր։ Շնորհակալ ենք քո շնորհի եւ խաղաղության համար, որը որ վեր է ամեն բանից, Տեր։ Աղոթում եմ, որ որպես եկեղեցի օգնես, որ շնորհիդ ու խաղաղությանդ մեջ աճենք։ Որպեսզի այն առաքինությունները, որը որ մենք տեսանք, այն հոգևոր սանդուղքը, որը որ կար, դրա մեջ աճենք, Տեր։ Որպեսզի վերջնական արդյունքում սիրենք քեզ այնպես, ինչպես որ դու ես կամենում։ Որպեսզի սիրենք մեկս մյուսին այնպես, ինչպես որ դու ես կամենում։ Որպեսզի Աստված պաշտության մեջ աճենք, ժուժկալության մեջ աճենք, համբերության մեջ աճենք, Տեր։ Որպեսզի գիտության մեջ աճենք ու այս ամեն ինչի շրջանակում, Տեր, նաև փոխես մեր շարժառիթները։ Որ մեր միակ փափագը լինի քո փառքը, Տեր։ Մեր միակ փափագը լինի նմանվել քեզ, որտեղ մեր լավագույն օրինակը դա դու ես, Տեր Հիսուս Քրիստոս, քո կատարյալ բնավորությամբ, քո կատարյալ ընթացքով, քո կատարյալ խոսքով, քո կատարյալ հնազանդությամբ։ Ոստի օգնի, որ գալիք տարում իրապես քեզ էլ ավելի նմանվենք։ Եվ երբ որ ժամանակը կգա, Տեր, քեզանից ակնկալելով այն, ինչ որ խոստացել ես, այն հավիտենական մնայուն գանձերը, Տեր։ Օգնի, որ իրապես մեր հայացքը ֆիզիկականից, երկրայինից ուղենք դեպի երկնայինը։ Եվ լիարժեք կերպով, ինչպես որ Ասափը ասեց, եթե քեզ ունենք երկնքում, ուրիշ որևիցե բանի կամ մեկի կարիքը չունենք, ինչ որտև քեզ ունենք։ Դու ես մեր ամենաթանկը, դու ես մեր ամենամեծ փափագը եւ ցանկությունը։ Աճել Աստված ճանաչողության մեջ, աճել հնազանդության մեջ եւ քո անվան ու փառքի համար գործելով, ծառայելով պտուղ բերենք, որը որ հաստատուն է, մնայուն է ու ամեն ինչի մեջ թող որ միմիայն քո Սուրբ անունը փառավորվի։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հավիտյանս հավիտենից։ Ամեն։